Բարևձեզ Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն է, բարևձեզ։ Բարևձեզ։ Պարոն Սիմոնյան, աշխովս ընկավ Ռուսաստանի արտգործնախարար մի հայտարարություն, իհարկե այդ հայտարարությունը Իրանի եւ Սիրիայի կոնտեքստում էր անում, բայց շատ հետաքրքիր հարց էր տալիս։ Կարող են արևմտյան մեկնաբաններն ասել, թե մենք հանուն ինչ-որ մի հզոր երկրի հետ հարաբերությունների համար նկատի ուներ ԱՄՆ-ի դավաճանած լինենք մեր երկրի մեր որևէ դաշնակցին չենք դավաճանել ոչ Սիրիային, ոչ որևէ մեկին, հա։ Ես ուզում եմ այս հայտարարությամբ սկսենք մեր զրույցը Հայաստանի այսպես արտաքին հարաբերությունների մասին եւ նաեւ այն վերափոխումների մասին, որ անհրաժեշտ է համարում ձեր քաղաքական ուժը։ Դե գիտեք, ոնց որ արտաքին դիվանագիտության մեջ ռուսական կողմի հայտարարությունները ցինիզմի բոլոր ռեկորդները սահմանել են եւ երևի նոր ռեկորդ են ուզում սահմանեն Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար։ Թվեք մեկ դաշնակից ում չի դավաճանել Ռուսաստանը։ Բելարուսը երևի։ Չէ, Իրանն էլ է դավաճանել։ Ուղղակի Բելարուսը կարողանում է մանևրել։ Բելարուսին ինչքան հետ գցեցին ժողովրդավարական արժե համակարգի, մոռացել եք Չերվոնը բելը չերվոնը շարժում է այդ կարմիր սպիտակ կարմիր, որ փոխում էին Տիխանովսկայայով եւ այլ Ռուսաստանը չտապալեց Բելարուս ժողովրդին, Բելարուս ժողովուրդը կքած ա ում պատճառով, Ռուսաստանի պատճառով։ Հայաստանի Հանրապետությունը դավաճանված չի։ Ոնց դավաճանված չի։ Արցախը ուր է։ Մեր թշնամուն ռազմավարական օգնություն տրամադրեցին ամեն մակարդակով, հետևաբար նրանց մեջբերումներին եւ դիվանագիտական զեղումներին անդրադառնալու կարիք չկա։ Իսկ ձեր քաղաքական ուժը վերջին հատկապես 5, 6, 7 տարիների կամ 4, 3 ինչ դաս է պատկերացնում որպես Հայաստանի արտաքին քաղաքականության համար շտկման միջոց։ Մեր քաղաքական ուժը նորաստեղծ է, մի քանի ամիս է ինչ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը կա, բայց այն դասը, որ մենք տեսանք տարբեր կարգավիճակով, ես օրինակ գիտության մարդ որպես ուսումնասիրում եմ եւ հորդորում եմ, որ օրվա իշխանությունները օր առաջ դիմեն այդ քայլին, դա հապկից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից աներկբայորեն դուրս գալն է, որտեվ կարող եմ հիմնավորել, ԱՊՀ-ն դա ԽՍՀՄ 2.0-ի մասին է, եթե դու այդտեղ ես, նշանակում է դու ինքնիշխան քո քաղաքականությունը վարելու իրավաքաղաքական հենքից քեզ զրկում ես այդ առումով, որտեվ ինքը ստեղծված էր փոխարինելու ԽՍՀՄ լեգիտիմ ձևով, քանիցս անգամ ձեր հաղորդումների ընթացքում սկսած Բելովեժյան պակտից վերլուծել ենք, կարիքը չեմ համարում նորից էլի կրկնել։ ՀԱՊԿ-ը որևէ կերպ մեզ չոժանդակեց եւ այդ չարչրկված բառը, որ ասում են սառեցված, որևէ իրավաքաղաքական նշանակություն չունի, ուղղակի կարելի ասել դասալիքի նման չեն մասնակցում, իսկ ինչի դասալիքի կարգավիճակ ունենաս, օֆիցիալ դուրս արի վերջացրու։ ԵԱՏՄ-ն տնտեսական բոլոր նախաձեռնությունների եւ տնտեսական զարգացումների հնարավորությունն է արկախում, եթե Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենար ավելի զարգացած տնտեսական միությունների մասը դառնալու, այդտեղ գտնվելով այդ հարցը արկախվում է, ես զարմանում եմ ցինիզմի մակարդակը, որ ներկայիս իշխանությունները հայտարարում են եվրոինտեգրման մասին, մնալով ԵԱՏՄ-ում, ում են խաբում։ Չի կարելի տևական ժամանակ մարդկանց կեղծիքով եւ ստով կերակրել, որտեվ այն հայտարարությունները, որ Հայաստանի Հանրապետությունը շարժում է դեպի ԵՄ, այս իշխանությունների օրոք չի լինելու։ Այսինքն նրանք կերակրում են խոստումներով, նույն հայկական ասացվածքի նման, էշմիսատկի գարուն կգա սկզբունքով։ Այսինքն ինչքան կարելի է։ Միանշանակ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է թոթափի այդ լուծը իր վրայից, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի եւ հայկական մուլտիպլեքսից աներկբայորեն պետք է ռուսական ալիքների մուտքը արգելվեն։ Շատ լավ գիտենք ինչ լյուտանքներ, կեղծիքներ եւ քարոզչական մեքենա են կիրառում ապա կողմնորոշելու համար քաղաքացիական հանրությանը, վիրավորելով պետական կառույցները, պետական պաշտոնյաներին։ Իհարկե, ինչպես կարելի է, եթե նրանք ռեագենտներ են անդադ, դե հիմա ոնց չասենք, եթե դուք հայտարարում եք, որ լրտեսներ կան, տարբեր տեղեր, այդ թվում նաև ազգային ինստիտուտներում, ինչի՞ չեք ձերբակալում։ Եվ Ռուսաստանի այդ հարաբերությունները չեն ուզում շատ սրել, այսպես։ Դրանից են կոմել ինչ սրեն։ Դրանից են կոմել ինչ սրեն, եթե ռուսը այս հարցը իշխանականներին տալու հնարավորություն եղել է, ասում են, այն դեպքում են բռնում լրտեսներ, երբ ուզում են փչացնել այդ երկրի հետ հարաբերությունները, այսինքն սրել, լարել եւ այլն։ Սխալ են ասում, հիմարություն է դա։
այդ երկրի հետ հարաբերությունները փչացած է այն ժամանակվանից, երբ որ լրտեսա ուղարկե գործուղ է քո մոտ։ Բռնեցիր, արդեն նա է փչացնողը, ոչ թե դու։ Հիմարություն է դա։ Ոնց կարելի է նման բան ասել։ Երևի ուժային հարաբերակցությունը Ռուսաստանի օգտին է այդ պատճառով։ Բա շանսը ինչ եք ձեռքից բաց թողնում Ֆրանսիայի հետ հարաբերությունների լավարկման եւ ռազմավարական աստիճանի հասցնելու։ Միացյալ Նահանգների հետ գնացել եք Թրամփի հետ պայմանավորվել եք, լավ եք արել, բայց Միացյալ Նահանգների սահմանադրությամբ կարևոր կառույցը կոնգրեսն է։ Կոնգրեսի հետ պայմանագրային բազան շտկեք, լավացրեք, մեծացրեք, ինչ որ մի փաստաթուղթ կարծեմ կա։ Բայց դա քիչ է։ Դա քիչ է։ Այսինքն, եթե դուք ձեր տեսակարար կշիռը պոտենցիալը չի ներում հավասարակշռելու հավանական ագրեսոր կողմի պոտենցիալը, դա կարելի է կոմպենսացնել դաշինքների մեթոդով։ Ինչ աշխատանք եք տանում։ Գնում եք Եվրոպա ֆռցնում, հետ եք գալիս Երևան, Երևանից գնում եք այնտեղ զեկուցում եք։ Ու դուք ուզում եք, որ ամեն ինչ լավ լինի, չի լինելու այդպես։ Իսկ եթե վախենում եք ձեր մաշկից, ձեր կյանքից, իմացեք, որ պետական պաշտոնյաները խոստում չունեն իրենց կյանքը ապահովագրելու այնպես, ինչպես որ սահմանին կանգնած զինվորը։ Դուք էլ այդ մակարդակի վրա կանգնած հայրենիքի պաշտպան եք։ Ինչ եք վախենում հարված ստանալուց։ Ուրեմն սահմանին կանգնած զինվոր ավելի քիչ է ռիսկի դիմում, քան դուք։ Մի նորություն, այսպես ասենք, եղավ 3 մայա չէ, Կայա Կալասը նեղությունը սխալվեցի, բայց դա վերաբերում էր նաև Սանդու երկրին։ Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատարը ասաց, որ Հայաստանը մեզ դիմել է արտաքին միջամտությունը հիբրիդային այսպես հարձակումների պաշտպանության հարցում օգնել, ինչպես Մոլդովային ենք օգնել, եւ Հայաստանում կային քաղաքական ուժեր, որոնք ԵՄ-ի հավանական օգնությունը, դեռ մենք չունենք վերջնականություն, այստեղ պատկերացին իրենց դեմ քաղաքական հետապնդում, այսինքն որ արտաքին միջամտություն է բերվում Հայաստան։ Դուք ինչ տեսակետ ունեք այս հարցի շուրջ։ Ես լինեի ինչ կանեի, ես կխնդրեի Միացյալ Նահանգներին ցուցակով անուն ազգանուններով, տարեթվերով եւ նախաճաշի մենյուով հանդերձ կտրամադրեին բոլոր անձանց տվյալները։ Այդ լրտեսների որ բոլորի անխտիր։ Լրտեսաթափ անել է պետք երկիրը եւ ուշացել են ներկայիս իշխանությունները։ Բոլորի անուն ազգանունները տրցակով կտային, եթե նրանք վերին օղակները լրտես չեն իրենք իրենցով, եթե չեն ծառայում օտարպետության շահերին, թող դիմեն Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, Վատիկանին, Վատիկանն էլ ունի այդ տվյալները։ Բոլորի անուն ազգանունները կտան իրենց։ Առաջի քայլով բոլոր այն անուն ազգանունները, որոնք կարևոր դերակատարություն ունեն պետական կառավարման համակարգում կամ ազգային ինստիտուտներում, առաջինը դրանց են ազատում այդ դիրքերից։ Ինձ համար էական չի ով է կուսակրոնության ուխտ խախտել։ Ինձ համար էական է այդ մարդը Հայաստանի Հանրապետության դեմ լրտեսական գործունեություն ծավալելա, թե չէ։ Ծավալելա։ Ականջից բռնած դուրս բերեք, տարեք կալանավորեք։ Չի ծավալել։ Դուք ձեզ սրբի տեղ մի դրեք։ Այդ կուսակրոնության թեման գործիք է ընդհանրապես կեղծ օրակարգ է, օրինակ նույնը ոնց որ Ռոբերտ Քոչարյանին ինչի համար էին տանում դատում։ Թող դատեին սահմանադրական հեղաշրջման մեջ, գիտեք ոնց կաշխատեր դա։ Ինչ են այդ կեղծ ճանապարհով գնում, որ հետո լվանա երեսը։ Ասենք քաղաքական իշխանությունները, աշխարհիկ իշխանությունները պետք է գնան պետական ազգային շահերով պայմանավորված քաղաքականության։ Դու ինչ գործ ունես մտել ես անկողին, ինչ գործ ունես։ Քո խնդիրն է երկիրը ապահովագրես արտաքին միջամտությունից, լրտեսա գնա բռնի։ Այդ ճանապարհով մենակ հիմք ունես դու նրան կամ նրանց կամ ոմանց տարբեր տեղերից վերցնես, տանես, մցնես խուցը։ Մնացած ուրիշ ոչ մի խնդիր քոնը չի։ Քոնը չի, դու աշխարհիկ իշխանություն ես։ Աշխարհիկ իշխանությունը պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետության պետական շահերը եւ ազգային անվտանգությունը։ Հետևաբար այդ անուն ազգանունները ճշտել է։ Ես կարծում եմ նրանք արդեն գիտեն ով է։ Ես այնքան միամիտ չեմ, որ չկարծեմ, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի ով է, որ պետության շահերն է սպասարկում Հայաստանի Հանրապետությունը, որ թվականից սկսած, ինչի դիմաց, ինչ շանտաժներով, այդ սա պետք է որ իր սեղանին լինի։ Եթե չկա, ուրեմն միամիտ անձնավորություն է կամ ինքն է լրտես, ով գիտի։ Իսկ եթե կա։ Եթե կա գործողություններն ուր են։ Ուր են գործողությունները։
փափուտ մեթոդիկա է կաթողիկոսի հեռացման իշխանության այս քաղաքականությունը։ Ոչ, ես լինեմ իմանամ լրտեսակը գնամ կհանեմ ընդեղից ուժով։ Իմ համար մեկ խնդիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Իսկ բունտ չի լինի։ Ինչ ուզում է թող լինի, պետական դավաճան եմ ես ձերբակալել։ Մարդ, որը գնացել է պետության դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչ ուզում է լինի։ Փաստը ցույց տուր, գործողությունները տարա։ Իսկ մենք տեսել ենք խոսքեր, բամբասանքներ, խոսքեր, մեղադրանքներ, հնդկական ֆիլմ հիշեցնող դատավարություններ, նստացնել բաց թողնել, նստացնել պետական կառավարման համակարգը չաշխատել, չգործադրել, հարստանալ, կոմֆորտի զոնայում հայտնվել, մաքուր մարդկանց պիտակավորել, պետական ազգային շահերով քաղաքականություն չիրականացնել, ռազմաքաղաքական շրջադարձ չիրականացնել, Արցախը կորցնել, Արցախը ուրանալ, գերիներին ուրանալ, անհետ կորածների մասին ինֆորմացիան ուրանալ, քրեական վարույթները արտերկրում ՄԱԿ-ի քրեական դատարանում կասեցնել, այդ ենք տեսել։ Մի քայլի են կարողացել գնալ 7 տարվա ընթացքում, որ մի քիչ ոտներս կախկցեցինք, ասեցինք, կարող է շտկվեց։ Հռոմի կանոնադրության ընդունումներ։ Էն էլ տեսանք, որ ոչ, սապատավորին գերեզմանն է ուղում։ Չի ստացվում այս մարդկանց մոտ։ Հիմա երկու ճանապարհ կա, կամ սապատավոր են, անուղելի, կամ իրենք են լրտես, օտարպետության շահերը սպասարկող։ Հիմա ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում։ Դրա համար էլ երկու տարբերակն էլ ենթադրում եմ, բայց դրանից իրողությունը չի փոխվում։ Անմեղսունակ լինելը կամ օտարպետության շահերին սպասարկելը միևնույնն է բերելու է Հայաստանի Հանրապետության կոլապսի։ Ունես փաստաթուղթը, գիտես անվանական, ապացույցը ձեռը տա, գնա վերցրու, տար բանտ։ Ընդ որում գրագետ ձևը մի քանի անգամ ասել եմ։ Հանրայինը որտես բամբասանքների օջախ են սարքել, մի օր գլխավոր եթերի ժամանակ գլխավոր դատախազը գնում նստում այնտեղ, այդ թղթերը ձեռքը։ Եվ ասում է, քաղաքացի էս ինչի անը, էս ինչ թվից, էս ինչ թիվը, մեր իրեղեն ապացույցներու փաստաթղթերը կա, որոշ բաներ չենք կարող ներկայացնել հանրային կերպով, որովհետև ծառայողական եւ նախաքննական գաղտնիք են իրենից ենթադրում, բացատրեք, հիմնավորեք ժողովրդին ու դիմեք գործողությունների։ Եթե չէ, կուսակրոնությունը պահեք ձեզ, դա հիմք չի։ Պարոն Սիմոնյան, տեսեք, կամաձայնվեք դուք նաեւ, ինչպես նշեցիք, նորաստեղծ քաղաքական ուժ, կարևոր է Հայաստանի ներքին քաղաքական դաշտը լինի բանավեճի մեջ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության շուրջ, ոչ թե պետականության եւ հակապետականության, այսինքն մենք չունենանք քաղաքական ուժեր, ում համար, ասենք, միութենական պետություններ եւ այլն ընդունելի ինչ որ բաներ չլինեն, հա, այ ինչպես անել, որ ստերիլ լինի ներքին քաղաքականությունը, արտաքին այդ մանրեներ նկատմամբ եւ Ռուսաստանը գիտենք ինչքան այսպես պրոքսի ուժեր ունի քաղաքականության մեջ, տարբեր գերատեսչություններ, այսպես դա բացառել դուք ո՞նց եք պատկերացնում։ Հարգելի Ռոբերտ, Հայաստանի Հանրապետությունում եթե ներքաղաքական դաշտում կան քաղաքական ուժեր կամ քաղաքական գործիչներ, որոնք սպասարկում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության էրոզիայի մոտեցումը, Սահմանադրական դատարանում վարույթ է մեկնարկում եւ Սահմանադրական դատարանը արգելում է այդ մարդկանց քաղաքական գործունեությունը։ Մարդիկ կան, ասում են դա հակաժողովրդավարական։ Չկա նման բան, հակաժողովրդավարականը մաքուր մարդկանց զրպարտելն է։ Լուտանքներ, կեղծ շպրտելն է մարդկանց նկատմամբ։ Դուք մեղք եք գործում Աստծո առաջ, ժողովրդի առաջ, այդ մարդու առաջ եւ բոլոր բարոյական դուք դառնում եք քաղաքական անբարոյականներ։ Դա է կեղտոտ գործը։ Մաքուր գործը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական դաշտում լինեն միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանող սատարող եւ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացումը սատարող քաղաքական ուժեր։ Մնացած դերակատարների քաղաքական գործունեությունը պիտի դադարեցվի Սահմանադրական դատարանով, վերջ։ Կարծում եք իրավական հիմքեր նախատեսում է Սահմանադրությունը։
Սահմանադրությունը կարա չնախատեսի, օրենքը կարա նախատեսի, մինչև սահմանադրական բարեփոխումներ իրականացնել եւ այդ նորմը այնտեղ մտցնելը, օրենք ընդունեք, այդ օրենքով մարդկանց նախ ստեղ բարոյական հարց կա։ Նախ իրավարարչության մեջ ամեն տրիվիալ բան չի, որ օրենքի կացություն է ունենում, եթե դու Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժ ես, բայց սպասարկում ես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության էրոզիայի հարցը, դու արդեն պետք է չլինես։ Գնա քո մայր երկրում քաղաքական գործունեություն ծավալի։ Այն երկրում, որտեղ որին որ ուզում ես կցես Հայաստանի Հանրապետություն, դու մեր հետ ի՞նչ կապ ունես։ Հայաստանի Հանրապետության անկախ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտում պետք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը օժանդակող եւ սատարող քաղաքական դերակատարներ լինեն։ Սահմանադրական դատարանը լիարժեք հիմք ունի։ Նրանց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում որակվում է որպես պայթեցնող գործունեություն, հայկական պետականության դեմ գործունեություն եւ կա արգելվում է նրանց քաղաքական գործընթացների, ինչ հակաժողովրդավարական հարց կա այստեղ։ Խոսքի ազատության դեմ մի գնացեք, լրատվամիջոցներ եք փակում։ Լրատվամիջոցներ եք ճնշում։ Խոսքի ազատության դեմ մի գնացեք։ Հակապետական գործունեություն կատարողների դեմ գնացեք։ Ոչ թե ձեր քաղաքական օրակարգը չսպասարկողներին ճնշեք, որտեղ մարդկանց հայացքները կարա տարբեր լինի։ Այդ ո՞նց հասկանալ, դա պրոռուսական ուժ է, նկատի ունեմ, չգիտեմ, Էական չի պրոռուսական լինի։ Չէ, կարա լինի պրոթուրքական, թուրքական, ադրբեջանական, պրոչինական, պրոիրանական, պրոռուսական, ցանկացած երկրի։ Ո՞նց հասկանանք դա, այսպես այդ երկրի հետ բարեկամությունն է նախընտրում, թե նրա օրակարգն է ուղղակի սպասարկում։ Կա այդ նուրբ սահման չի, շփոթելու վտանգ չկա։ Ոչ, եթե հատուկ ծառայությունները զեկուցում են, որ այդ անձնավորությունը կուրատոր ունի, արդեն պարզա, որ լրտես է։ Հա, դա արդեն կոնկրետացիա բաղադրանքը։ Եթե այդ մարդու քաղաքական խոսույթը Հայաստանի Հանրապետության ինտեգրում է նրանց սոցիալ մշակութային տիրույթին, վերջ, այդ մարդուն պետքա բարեկամության ուղղությունը բոլորն էլ սպասարկում են։ Չկա մի քաղաքական ուժ, որ թշնամանք է ուզում տարածի։ Բոլոր adekvat քաղաքական ուժերն էլ բոլոր երկրների հետ բարի դրացիական հարաբերություններ զարգացնելու համար են։ Հայաստանում դժվար գտնվի մեկը, որ ասի մենք ուզում ենք գանք իշխանություն, որ պատերազմ հայտարարենք սրան նրան կամ նրա հետ էլ թշնամանքը խորացնենք, չէ։ Բարեկամության շրջանակում է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտը, բայց եթե հատուկ ծառայությունները զեկուցում են, ասում են սրա գլխին մի հատ սերժանտ է նստած, ընդեղի Պարզա չէ արդեն, որ այդ անձնավորությունը բարեկամության ջատագով չի, ռեագենտ է այստեղ գործուղված։ Ձեր գործողությունները ինչ եք անում։ Տեսեք, Սամվել Կարապետյան վերջերս բանտից ուղղված մի ուղերձ էր հղել, ի թիվս այլ բաներ, նշում է Ռուսաստանի դեմ խարդավանքներով ռեգիոնում մեզ անվտանգ չենք զգա։ Նրան իդեպ տեսակցել են ըստ Կալուգինի ռուս դիվանագետի, արտգործնախարարության ռուսական դիվանագետներն են տեսակցել, նա լավատես է եւ մարտական է տրամադրված։ Ինչ կասեք այս գործչի մասին։ Եթե նման արտահայտություն է անում, գրավոր տեքստից այդ անձնավորությանը հնարավորություն է տրվում, որպեսզի ինքը հրաժարվի իր խոսույթից, այլապես պետական դավաճանի հոդվածով կդատվի։ Ինչի հրաժարվի, Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները ծանրակշիռ փաստեր են ներկայացնում, որ Հայաստանի Հանրապետությունը խարդավանքների ճանապարհով չի շարժվում, այլ ընդհակառակը դարձել է զոհ այդ պետության խարդավանքների։ Եվ եթե դու այս իրեղեն փաստաթղթերը եւ ապացույցները առ եղբայր ուսումնասիրի, վերցրու ուսումնասիրի։ Քեզ ժամանակ ենք տալիս միջև այսինչ ամսաթվի, այսինչ օրը։ Սա իգիտություն ընդունելով հետ ես վերցնում քո խոսքերը։ Եթե հետ չես վերցնում քո խոսքերը, դու հակապետական այր ես Հայաստանի Հանրապետության ազգային շահերին դեմ գնացող։ Իհարկե չի կոնկրետացրել, թե ինչ խարդավանքներ են ասում։ Եվ մենք գործերը տալիս ենք Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանում հավաքվում են եւ այդ մարդկանց քաղաքական գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետությունում։ Այնքան հեշտ է այդ ամեն ինչը, դուք շատ չեք տեսնում, որ հեշտությամբ կպնում են մի բանի, որին որ չի կարելի կպնել, եւ դժվարությամբ չեն կպնում մի բանի, որ օր առաջ պետք է կպնեին։ Տեսեք, այս ապաշրջափակման թեմայով կան ուժեր, որ դժգոհ են, որ հայ-ամերիկյան կոնսորցիում է ստեղծում, այլ ասում են, որ Ռուսաստան պետք է վերահսկեր նոյեմբերի 9-րդ կետով Իրանը կջղայնանա եւ այլ, ընդհանրապես նաեւ ամերիկյան ներգրավում ինչ կարող է նշանակել այս նախագծում։
Ես համարում եմ, որ այդ ուժերը, ովքեր որ ասում են ինչ որ մեկը պիտի վերահսկի, հակապետական հայտարարություններ են անում։ Օրինակ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը դեմ է որևէ մեկի վերահսկողությանը։ Այդ տարածքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանն եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերահսկի։ Սկսենք այդտեղից։ Հայ-ամերիկյան համագործակցությունը ողջունելի է, բայց միայն համագործակցությունը, ոչ թե վերահսկողությունը։ Ոչ մի երկրի վերահսկողություն մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ անթույլատրելի է։ Համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, այո, հետո Միացյալ Նահանգները մեզ չի դավաճանել։ Նախ սկսենք այնտեղից, որ մեր ռազմավարական դաշնակիցն էլ չի եղել։ Չլինելով հանդերձել չի դավաճանել։ Չնայած այդտեղ սխալ էլ ասել դավաճանել բառը, որտեվ չի էլ եղել, բայց չի էլ գործել։ Ընդդեմ չգործելը արդեն հերիք է։ Չի էլ գործել մեր դեմ, ընդհակառակը մեր փորձանքները կասեցրել է։ Սկսենք այնտեղից, որ երբ որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ էր ուզում ծավալել Սյունիքի նկատմամբ, մեկ շաբաթյա հանգիստը Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում անցկացրեց Գորիսում։ Նույն այդ հովանոցը, որ իրենք կախեցին մեզ վրա, որ Սյունիքը չադրբեջանականացվի։ Չեք մտածել հյուսիս-հարավ պրոյեկտը դեռևս Սերժ Սարգսյանի օրոք ինչու մեկնարկեց Արարատից կազմ պատրաստ ճանապարհը քանդեցին, որ տեղից սարքեն, բայց տրանշ 5-ը, որ Սյունիքն է, եթե չեմ սխալվում, ամենահեռավոր կամ Բավրայից սկսած, որ փոսերով էինք գնում գալիս, այդտեղից ինչի չսկսեցին։ Սյունիքը ամենակարևոր հատվածն էր, Արցախին միացող։ Երկու հարց տամ, դուք որպես լրագրող հետամուտ եղեք, ինչու սկսվեց Երևանի մատույցներից եւ Արարատից, ինչու տրանշ 5-ում չծավալվեցին ոչ մի գործընթացներ, ինչու Սյունիքում ամրաշինական աշխատանքներ չէին իրականացվում էշելոնացված պաշտպանական գծեր իրականացնելու համար։ Ստեղից հռետորական հարց։ Ես իբրև քաղաքական գործիչ կարող եմ ենթադրել, որ Սյունիքի հանձնման ծրագիրը կամ ռիսկերը եղել են այն ժամանակվանից։ Եվ Նիկոլ Փաշինյանի շնորհքը չի, որ Սյունիքը չի կորսվել։ Աշխարհաքաղաքական կոնյունկտուրան թույլ չտվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ։ Սա փաստ է։ Հետևաբար ես որևէ մի պետության վերահսկողությանն եմ դեմ, այդ տարածքները Հայաստանի Հանրապետության են պատկանում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավական կարգը պետք է գործի, այնտեղ անխոչնդոտ անցում լինել չի կարող, դա աբսուրդ է, եթե պայմանավորվել են, ապա դեմ են գնացել ազգային շահերին։ Իսկ հայ-ամերիկյան համագործակցությանը միանշանակ կողմ եմ։ Միանշանակ։ Եվ ինչքան շուտ լիներ եւ բազմամակարդակ լիներ, շատ ավելի լավ։ Շատ ավելի լավ։ Պարոն Սիմոնյան, տեսեք, գիտենք ներկա աշխարհում դուք ԱՄՆ-ում եք եւ վստահ եմ զրույցներում այս թեման լսված կլինի, քննարկված, նաեւ արհեստական բանականությունը ժամանակի թիվ 1 տեխնոլոգիան է եւ երկրները մրցակցում են այդպիսի հանգույցների մաս դառնալ եւ ամերիկյան այդ ներդրումը 500 միլիոնի ըստ էության հաստատված է եւ շատ մեծ հավանականություն կա, որ կլինի, իհարկե նաեւ ատոմային էներգետիկա, տեսեք, եթե փորձենք մեր պատկերացումները վերբեռնել արտաքին հարաբերությունների կոնտեքստում, ինչպես կարող է Հայաստանի նշանակությունը բարձրանալ նման գործընկերություններով, ԵՄ-ի հետ տարբեր ծրագրեր կան, օրինակ Սյունիքի դիմակայունության աճի ծրագիր է ԵՄ-ն իրականացնում, ոնց վերբեռնել, հա, մեր մտածողությունը, ապավինել մեկ ուժի, տեսել ենք ինչ է եղել։ Հայաստանի Հանրապետությունում գործընթացները ձախողվում են կիրարկման process-ի ընթացքում։ Մենք երբևիցե կարող ենք ակնկալել խոստումներից այս կողմ գալու ծրագիր, խոստումներից այս կողմ գալու։ Գետնի վրա ոչինչ չենք տեսնում։ Տառապանքս փորձ ունի։ Տիպային միջուկային բլոկների վերաբերյալ պայմանավորվածությունները կա ինչքան ժամանակ անցել ուրա։ Մի հատ ցույց տվեք, ինչ որ միտեղ դրված, մեկ հատ ուրա։ Ասում են ԵՄ ինտեգրվելու միջև հիմա ԵԱՏՄ-ում եք։ Դուք չեք տեսնում Հայաստանի Հանրապետությունում ամբողջ մեքենաների ավտոպարկը ուտիլի մեքենաների գերեզմանոցի ենթակա են 90%-ը։ Հետո էլ բողոքում եք, որ Երևանում էկոլոգիական աղետի առաջ ենք կանգնած։ Երևանը առհասարակ չեք տեսնում, ինչ կառավարման մակարդակ ունի։ Աղետի մեջ ենք։ Քաղաքացիական պայմանագիրը չի այնտեղ։ Ամենուր եք որտեղ գնում են, աղետ են սարքում։ Աղետի մեջ ենք։
Իմպլեմենտացիան չկա։ Իմպլեմենտացիա լինելու համար պետական կառավարման համակարգը պետք է լիներ այնպիսին, որ կարողանային դա կյանքի կոչեին։ Որ մենակ բարի մաղթանքների եւ ծրագրերի, գիտեք ինչ բանի մեջ են ընկել, հանդիպում են տարբեր մարդկանց հետ, հետաքրքիր, խանդավառվում են, ձեռք սեղմում են, ո՞վ էս ինչ լավ, էս ինչ հրաշալի բան է, եկեք միասին անենք բան, ուտեղ վերջ։ Այդտեղ վերջ։ Այդ իդեան, այդ գաղափարը քաղաքական որոշումը չի կարողանում իջնի ներքև, իմպլեմենտացիայի դաշտ։ 7 տարվա ընթացքում ինչքան շինարարական կազմակերպություններ կարելի էին հիմնել, կապալառուներ։ Օրինակի համար օրինակ բերեմ, որ չասեն մենակ դժգոհում եք։ Հնարավոր էր, չէ՞, Ավստրալիայի հետ անկողմնակալ ճանապարհաշինարարական կազմակերպություն բերել Հայաստանի Հանրապետություն կամ Ճապոնիայից, կամ Գերմանիայից, կամ Ֆրանսիայից։ Պայմաններից մեկը լիներ ասեր 1 տարվա ընթացքում ձեզ հանձնված մասնաբաժինը միջազգային ստանդարտներին համապատասխան մեզ հանձնում եք, դրան զուգահեռ վերապատրաստում եք եւ պատրաստում եք Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող մեկ ճանապարհաշինարարական կազմակերպություն։ Իրանք գնում էին, թողնում էին մասնագետներ։ Իրանք գնում էին, մասնագետներ թողնում էին։ Եթե մասնագետների եւ առհասարակ այդ պետական գնումների մակարդակում գին որակ հարաբերակցությունը տուժում է միշտ ի օգուտ գնի։ Դուք ինչ եք ակնկալում։ Մի տարի հետո քանդվում է։ Այո, ինձ պետք չի ամենաէժանը լինի։ Պետական գնումների համակարգում պետք է աշխատի լավագույնների մեջ ամենաէժանը, ոչ թե առհասարակ ամեն ինչի մեջ ամենաէժանը։ Ցույց տվեք լավագույն 100 կազմակերպություն եկել է, 20-ը լավագույնն է առաջարկում։ Այդ 20-ի մեջից ամենաէժանին ընտրեք, ոչ թե 100-ի մեջից ամենաէժանին, որ զիբիլ անեն տան։ Պետական ինստիտուտների ինտելեկտի խնդիր էլ կա, այսինքն։ Ով է մեղավոր։ Որոշում կայացնողները։ Հետևաբար այստեղից ռետորական հարց, ինչ պետք է անենք։ Լավ, ռետորական հարց չլինի։ Պատասխանենք այդ հարցին։ Փոխենք որոշում կայացնողներին։ 26-ին ո՞նց եք պատրաստվում ձեր ուժը։ Այնքանով ինչքանով որ կարող ենք եւ մեր ուժը կոչ է արել որ մարդիկ շարունակեն համախմբվել, բարեբախտաբար համախմբվում են եւ դրա առավատյան նաեւ այն էր որ հնարավոր դարձավ իմ Միացյալ Նահանգներ բեկնելու հանգամանքը ամբողջությամբ հանրային աջակցությամբ էր եւ հենց այդ նպատակով ուզում եմ շեշտել հենց այդ նպատակով հանրային աջակցություններ եւ Սփյուռքի կողմից աջակցություններ եւ տեսակարար կշռով անընդհատ ավելանում ենք, մեծանում ենք ի բարօրություն մեր պետականության, որտեղ մեր գործունեությունը բխելու է բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային շահերից եւ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության։ Ի դժբախտություն Հայաստանի Հանրապետության թշնամիների։ Եվ պատրաստում եք մասնակցել, չէ՞, ընտրություններին։ Շուտով կիմանաք։ Լավ, դեպքում էլի կհյուրընկալենք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Factor TV-ում հյուրընկալել են Գուրգեն Սիմոնյանին։